կառավարիչ, քան այսօրվա կառավարիչը։ Ես այդպիսի կարծիք չունեմ։ Նախագահ, այս պրոցեսներին պետք է ակնկալել դրսի ուժերի աջակցություն, կոնսենսուս եւ այլն, թե չպետք է սպասել։ Գիտեք, որևէ դրսի ուժ առանց ներսի որևէ բան անել չի կարող։ Այո, դրսի ուժերի օժանդակությունը շատ կարևոր է, բայց ես չեմ տեսնում այսօրվա այս օժանդակությունը, այդ օժանդակությունը, այդ չափով, որ բավարար լինի, բայց վստահ եմ, եթե մենք մեր ուժերի ամբողջ լարվածությամբ մտնենք պայքարի մեջ, միանշանակ կգտնվեն նաև տարբեր աշխարհամասերում, տարբեր տեղերում ուժեր, մարդիկ, ովքեր կսատարեն այդ շարժում, ես դրանում չեմ կասկածում։ Այս համատեքստում Լավրովի այսօրվա հայտարարությունը, որ ազնիվ չէ իրենց մեղադրել Արցախը հանձնելու մեջ, իրենք այդ մասին լրատվամիջոցներից են տեղեկացել, արդյոք պետք է համարել պրոլոգ, որ ամեն դեպքում վստահություն չկա նաև այդ խոսույթը ձևավորող իշխանությունների հանդեպ։ Ես չեմ կարծում, որ դա Լավրովի այդ ասածը կամ ռուսական զենքերի մասին հայտարարությունը։ Ոնց որ ասում են դրոշով թափահարումը, որ ստարտուվացավ ազգ գնացեք, ոչ, դա չեմ համարում, ես համարում եմ այդ հայտարարությունը արդարացի, բա եթե դաշնակիցն է մեր, բա եթե բանակցում էին եռակող, իսկ մենք շատ ենք, չէ, տարիներով ականատես ենք եղել այդ եռակող բանակցությունների, ու հետո գնում են մեկ այլ տեղ, մեկ այլ հայտարարություն են անում։ Արդյոք այդ բանակցության կողմերից մեկը չպետք է ասի, եթե մեզ մարդատեղ չեք դնում, մեզնից ինչ եք ուզում։ Բայց իրանք ասում էին, он не предатель։ Ասում էին։ Արդյոք ես դա արդարացնում եմ, չեմ արդարացնում։ Եվ մի հարցել, օրինակ Արցախին կապված, հիմա եթե դուք կամ պարոն Քոչարյանը կամ համատեղ ձեզ զանից որևէ թիմի հաջողվի իշխանության գալ, օրինակ դուք կարող եք էական հարցեր կողպել, արցախցիների վերադարձի հավաքական իրավունքի հարցը առաջ մղել, հաջողության հասնել, այսինքն այդ կարևոր արտաքին հարցերի հետ կապված, Հայաստանի անվտանգության հետ կապված դուք կարող եք շրջադարձային փոփոխություններ անել։ Եվ ինչպես եք պատկերացնում։ Ես քիչ առաջ ասեցի, որ ես հավակնություն չունեմ եւ ոչ էլ ցանկություն, որովհետեւ գիտեք, այդ բառերը հայերենում տարբեր նշանակություններ ունեն։ Եվ 18-ին նաև դրանում էին փորձում ինձ մեղադրել հայերենին վատ տիրապետելով։ Ես ասում եմ, ես չեմ լինելու, եթե որևէ մեկը գա իշխանության, որևէ քաղաքական ուժ, եւ տեսնեմ, որ այդ քաղաքական ուժը աշխատում է ի օգուտ, ի նպաստ Հայաստանի, եւ եթե իրենք կարիք ունենան իմ խորհուրդների, այսպես խորհուրդներ ստանալ ինձնից, իմ խորհուրդների կարիք ունենան, ես ընդհանրապես խորհրդատուի դերով կարող եմ հանդես գալ, հաշվի առնելով իմ անցած ճանապարհը։ Եթե ոչ, ապա ես կարծում եմ, որ արդեն իմ ժամանակն է, մի քիչ էլ ինձ նոր զբաղվելու, հանգստով եւ այլ փոփոխություններ անելու, եթե հնարավորություն կա, հիմա Հայաստան ունի այդ հնարավորությունը։ Ոչինչ երբեք հնարավոր չի բացառել եւ ես չեմ կարծում, որ նույնիսկ 30-ականներին, անցյալ դարի 40-ականներին, ես չեմ ասում անհատներին, որովհետև ես տեղյակ եմ, որովհետև այդ ժամանակահատվածներում էլ Հայաստանի մի շարք ղեկավարներ գրավոր դիմել են Մոսկվա, Ղարաբաղը Հայաստանի միացնելու հարցով, բայց լայն հասարակությունը երբեք դրանով հենց առանձնապես չի զբաղվել, որովհետև շատ-շատերը համարել են, որ դա վերջնական է եւ վերջ։ Եթե լինեն անհատներ, լինեն քաղաքական ուժեր, ովքեր այդ գաղափարը վար կպահեն, ես վստահ եմ, որ մի օր այդ գաղափարով հետաքրքրվելու են ուժեր, նաև Հայաստանից դուրս եւ հնարավոր է լինելու այդ գաղափարը իրականություն դարձնել։ Այսօր, եթե նույնիսկ
Ադրբեջանի ղեկավարություն մասի։ Դե ես բոլոր արցախցիներին, բոլոր ղարաբաղցիներին, ովքեր գան, աղոհացով են դիմավորելու։ Ես չեմ կարծում, որ մի քանի 100 մարդուց ավելի կհամաձայնվեն գնալ այնտեղ, որովհետև երեխայի հարց կա, ընտանիքի հարց կա, վերաբերմունքի հարց կա եւ այլն։ Այդ վերադարձը անպայման պետք է ամրապնդված լինի միջազգային դերակատարներով։ Ուրիշ կերպ հնարավոր չի։ Դուք հիմա եք պնդում, որ Արցախի էջը փակված չէ, եւ եթե փակված չէ, 10 րոպե այդ մասին եթե խոսեցի։ փակված չէ, ապա ինչպես պիտի վերադարձվի։ Բացեցի։ Դուք ասում եք միջազգային դերակատարների իշխանությունները խոսում են Միսկի խումբը լուծարելու մասին։ Էլ ինչ ճանապարհ կա, եթե Միսկի խումբը օրինակ լուծարվի։ Դուք չեք հոգնել, ես կարծում եմ բոլոր արդեն հոգնել են այս կառավարիչների, դուք իշխանությունները եք ասում, ես կառավարիչներ եմ ասում, սրանց թերությունները արձանագրելով, բայց ինչի եք համեմատում, հետո եկող կառավարությունը, հետո եկող վարչապետը նույն կերպ ամտածել։ Ամեն ինչ կարող է, դրա համար էլ ասում եմ, բոլորդ միավորվեք, գնանք փորձենք իմպիչմենտ անենք, որ այդ անդառնալի փոփոխությունները չլինի։ Բայց իմ ասածս էդ է։ Ոնց այս կառավարիչների դեպքում միայն թերություն է, թե նաև դավաճանություն։ Այս ամեն ինչ տեղի ունեցավ նաև դավաճանության հետևանք, թե միայն թերությունն է։ Ես հակված չեմ։ Իհարկե մեկ-մեկ ես էլ եմ այդ բառը օգտագործում սրանց հասցեին, բայց ես շատ հակված չեմ առանց թղթային, հաստատային ապացույցի ասել, որ սա 100%-ով էսպիսին է։ Խոսքը գաղափարական դավաճանության։ Բայց ուրանալու, որոշակի արժեքներ հայրենի։ Դու մի րոպե կասկածում եք, որ սրանք ուրանում են ամեն ինչը։ Եթե սրանք ուրանում են Հայաստանի անկախության հռչակագիրը, եթե սրանք ուրանում են հարյուրավոր մեզ համար, մեր ժողովրդի համար կենսական անհրաժեշտության հարցեր, երբ որ կասկածի տակ են դնում ցեղասպանության փաստը, այսինքն ստեղ ինչ խնդիր կա էլի, այսինքն մտածելու շատ երկար մտածելու դա նաև դավաճանություն չէ։ Բա ինչ է։ Արցախը ամեն ինչ է Ադրբեջանի մասը։ Բայց դավաճանությունը նորից եմ ասում, ինչպես տեսակ դու համարեցիր, չէ ուղեցիր, հա? Քաղաքական թե ինչ դավաճանություն, բաների ասեցի, քաղաքական է։ Հիմա Նախագահ։ Իրանք ասածներն են, իրանք ասածներն են, միշտ փորձում հաջորդ ստով հերքել, հետո այդ երկրորդը հաջորդ ստով առաջի երկուսը հերքել, բայց ինչ է։ Պարոն նախագահ, ձեր թույլտվությամբ թերևս վերջին հարցը 2020 թվականին։ Դուք էստեղ շեֆ եք։ Չէ, դատարանում ասում, որտեղ այսօր բոլորը եկել են այն կառույց, որտեղ ըստ էության երկու հոգի են մշտապես։ Որովհետև առաջին անգամ ինձ շեֆ անվանեցին, դրա համար եմ ասում, ուզում եմ ասել, որ ես մեր կուսակցության շեֆը չեմ։ Ես ՀԿ-ի նախագահն եմ եւ պաշտոնատար հանրապետության երրորդ նախագահ։ Ես ձեր թույլտվությամբ իրենց շեֆը չեմ լրագրում։ Ձեր թույլտվությամբ պարոն նախագահ 2020 թվականին դուք բավականին աղմկարույց հայտարարություն արեցիք կապված, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմի օրերին 1 զրահաբաճկոնը $600 էր գնել։ Այդ հայտարարությունից անմիջապես հետո որոշ ժամանակ հետո Նայիրի Սարգսյանը ընդհանրապես ազատվեց պաշտոնից։ Բայց մեզ այդպես էլ անհայտ մնաց։ Օգնեք պարոն նախագահ, մեզ տեսնենք այդ զրահաբաճկոնների պատմությունը, այդ ինչ պատմություն է։ Բարդ պատմություն է, եթե չեմ սխալվում, փաստաթուղթել ենք մենք հրապարակել, այսինքն կառավարությունը ուղիղ, ոնց ասեմ, հա, ուղիղ ճանապարհով, այսինքն ամբողջ կառավարությունը, եթե չեմ սխալվում, կառավարիչի օգնականը, մեկ անձից գնում է կատարել, եւ իմ պատկերացումներով այդ զրահաբաճկոնները այդքան չարժեին, բայց ամենակարևորը արժեին չարժեին։ Ինչու է կառավարությունը այդ գնումը կատարում։ Դրա համար պաշտպանության նախարարություն կա եւ այլն եւ այլն։ Դրանից պարզ, ինչ կարա լինի։ Փաստաթուղթը որ խնդրեմ գտակ։ Օ, ես չգիտեմ մնացել է թե չէ, բայց վստահ եմ, այստեղ առնվազն 5-6 լրագրող կա, որ իրենց խմբագրությունում այդ փաստաթուղթը կա։ Եթե էլեկտրոնայինը 100%-ով է։ Բայց ես խոստանում եմ ձեզ նայեմ Ժողովուրդ օրաթերթից եմ։ Ես խոստանում եմ գտնել եւ ձեզ։ Լևոն նախագահի հետ կապված դուք Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի մոտեցումների տարբերության հետ կապված